Վաղաշապատի ՔՊԱ-ական համայնքապետ Դիանա Գասպարյանի կուսակիցները նրա հրաժարականի պատճառներից չեն խոսում։ Իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր շատ հակիրճ միայն նշեց. Գասպարյանի ներկայացրած պարզաբանումներին ավելացնելու ոչինչ չունի։ Այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Սիրելի համակարգացիներ, հայրենակիցներ, 37-ամյա Դիանա Գասպարյանը, որ ընտանիքի անդամները նրա պաշտոնավարման ընթացքում տարբեր աղմկահարույց պատմությունների մեջ էին հայտնվել, պաշտոնը լքելու մասին հայտնեց 3 երեկոյան։ Պատճառաբանելով, թե 7 տարվա պաշտոնավարումից հետո որոշել է ժամանակն այսուհետ նվիրել ընտանիքին։ Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում, ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս, որպես Վաղարշապատ համայնքի ավականո անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։ Այս որոշումից մոտ 1 շաբաթ առաջ Դիանա Գասպարյանը քաղաքացիական պայմանագրի գրասենյակում մասնակցում էր կուսակցության վարչության նիստին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած կարճ տեսանյութում երևում էր, որ համայնքի ղեկավարը ամբիոնի մոտ ելույթ էր ունենում։ Թե ինչու էր Դիանա Գասպարյանը հրավիրվել վարչություն եւ ինչ ելույթ էր ունենում հրաժարականից օրեր առաջ, հայտնի չէ։ Այդ մասին ոչ մի խոսք չկար նաեւ կուսակցության հաղորդագրության մեջ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, որ վարչության նիստերին մասնակցում է, հրաժարվեց մանրամասնել։ Դիանա Գասպարյանի հրաժարականը կապ ունի նրան ու ընտանիքին առնչվող կոռուպցիոն պատմությունների հետ, թե ոչ։ Տրամաբանական է ձեր հարցը եւ բնական է եւ այդ հարցադրումը կա բնության մեջ եւ պետք է այդ հարցադրման պատասխան տրվի եւ այդ հարցադրումներին պատասխաններ տրվում են եւ ելի եմ կրկնում, եթե որևէ մեկի հետ կապված կոռուպցիոն որևէ պատմություն լինի իր համապատասխան իրավական հիմնավորումներով, դրա մասին բոլորը կիմանան։ Վստահաբար։ Մոտ 3 ամիս առաջ Ազատությունը պարզել էր, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր է կնքել իր սկեսրայրի հետ սեղմված բնական գազ ձեռք բերելու համար։ Հրապարակումից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ էր հարուցել Գասպարյանի կողմից ենթադրյալ շահերի բախման փաստի առթիվ։ Ավելի վաղ համայնքապետի ամուսնու ծնողները հայտնվել էին Վաղարշապատում ապօրինի շինարարություն իրականացնելու սկանդալի կենտրոնում։ Սրա վերաբերյալ էլ քրեական գործ կա հարուցված։ Ավելի քան 1 տարի առաջ հարուցված այս գործով, սակայն հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ որևէ մեղադրյալ չկա։ Սրան զուգահեռ Դիանա Գասպարյանի ամուսնու Արամայիս Միրզոյանի գույքի եկամուտների հայտարարագրում կան էական անհամապատասխանություններ նրա եկամուտների եւ հայտարարագրած դրամական միջոցների միջև։ ՔՊԱ-ական համայնքապետի ընտանիքին առնչվող վերջին պատմությունն էլ, որ ողբերգական ավարտ ունեցավ, Գասպարյանի սկեսրայրին պատկանող գազալցակայանի տարածքում տեղի ունեցած սպանությունն էր։ Ըստ հետքի սպանվածը մի քանի ամիս առաջ վիճել էր Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավականու անդամ Արամայիս Միրզոյանի հետ։ Դեպքից 2 ամիս անց իրավապահները ենթադրյալ մարդասպանին չեն հայտնաբերել։ Մինչ ՔՊ-ից նախընտրում են չխոսել իրենց կուսակցի հեռանալու պատճառներից, ընդդիմադիր падգամավոր Աննա Գրիգորյանը կարծում է, հենց այս պատմությունների պատճառով է Գասպարյանը լքում պաշտոնը։ Այո, ինչքան մոտենա ընտրությունները եւ ինչքան ինքը գիտակցում է, որ մարդկանց մեջ արդեն հստակ արձանագրվել է, որ այս իշխանությունները չնայած եկել էին այն լոզունգով, որ պետք է արմատախիլ անեն կոռուպցիա, ոտով գլխով կոռուպցիայի մեջ են, ինքը փորձելու է մի քանի դրվագով ուղղակի այսպես ձևի համար ցույց տալ, որ իրենք նաեւ պայքարում են սեփական թիմի կոռուպցիոներների դեմ, բայց մենք տեսնում ենք, որ սա շատ ավելի լայն շրջանակ է եւ խիստ ընտրովի է իրականացում, թե ում պետք է այդ ճիշտ պահին զոհաբերել։ Կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։ Աննա Գրիգորյանը միայն մամուլի մի շարք բացահայտումներ է հիշեցնում եւ շեշտում, դրանք թեև առնչվում են քաղաքացիական պայմանագրի առանցքային անդամներին, միևնույն է այդ հրապարակումներին իրավական գործընթացներ չեն հետևել։ Որպես օրինակ Աննա Գրիգորյանը նշում է Անիվի եւ Քովիդի քրեական գործերը, որոնք առնչվում են ՔՊԱ-ական առանցքային անդամներ Տիգրան Ավինյանին եւ Արսեն Թորոսյանին։ Նշում է տարածքային կառավարման նախկին նախարար Գնել Սանոսյանի թոշակառումոր $230,000 արժողությամբ տան կառուցման փաստը, որով մինչ օրս չկա հարուցված քրեական գործ, բայց քրեական գործ կա հարուցված Սանոսյանի պաշտոնավարման շրջանին առնչվող մեկ այլ աղմկահարույց պատմության վերաբերյալ, որով մեղադրյալն ըստ մամուլի Սանոսյանի շրջապատից է։ Տարածքային կառավարման նախարարը հեռանում է եւ դրա իրական պատճառները մենք չենք իմանում։ Մինչդեռ ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ օրինակ Գնել Սանոսյանի նախարարությունում բավականին բարձրաստիճան
Պաշտոնյայի հոր նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, նաև ով տենդերների եւ միջինարարական գործողությունների գործընթացների հետ էր փոխկապակցված, այսինքն կապ ուներ արդյոք գնել Սանոսյանի հրաժարականը եւ աշխատանքից հեռացումը նախարարությունում տիրող այլ պրոցեսների հետ, մենք այդպես էլ չիմացանք։ ՔՊԱ-կան Արթուր Հովհաննիսյանը առանց կոնկրետ օրինակ նշելու այսօր պնդեց կոռուպցիայի կամ հովանավորչության վերաբերյալ մամուլի ցանկացած հրապարակում, որը հիմնավոր է կուսակցության ղեկավար մարմնում քննարկում են։ Իսկ նման գործընթացում ներգրաված անձը պնդեց անկախ քաղաքական պատկանելիությունից պատժվելու է օրենքի ողջ խստությամբ։ Եվ մենք էջմիածնեցիներս Դիանա Գասպարյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև 2021 թվականի արտահերթ ընտրություններից առաջ։ Համացանցում էր հայտնվել Գասպարյանի եւ Սուրեն Պապիկյանի զրույցից մի հատված, որտեղ վաղարշապատի հեռացող քաղաքապետը առաջարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին փոխարինել այլ ՔՊԱ-կանով։ Ես մարդկայնորեն իսկականից մանավանդ այդ պարտությունից հետո հազարապատիկ ավելի իր հետ էի, լուրջ եմ ասում։ Բայց հիմա հասկանում եմ, որ հանուն պետության ինքը պետք է գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաանկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի այս ապստանովկեն ռազրիզից լինի, թե չէ սենց չի լինի։ Իրան տարել է արդեն ինքն էլ երևի իր հոգեկանը արդեն չի դիմանում, իր նյարդերը տեղի են տվել, թող գնա իսկականից հանգստանա։ Անցած ամիս Դիանա Գասպարյանը վաղարշապատի ՔՊ-ի տարածքային կառույցի նախագահ էր ընտրվել։